Ուժեղ պետությունը բանակով չէ, զենքով չէ, ուժեղ է այն պետությունը, որտեղ մարդը օրենքի առաջ մենակ չէ, երբ վստահ է, որ օրենքը պաշտպանում է իրեն։ Ուժեղ պետությունը սկսվում է այն պահից, երբ շարքային քաղաքացին զգում է, որ օրենքի առաջ ինքը ոչ մեկից պակաս չէ, երբ ուսուցիչը, զինվորը, բժիշկը, գյուղացին, երիտասարդ մասնագետը, փոքր ձեռնարկատերը համոզված են, որ այս երկրում արդարությունը փողից, պաշտոնից ու կապերից բարձր է։ Հենց այդտեղից է ծնվում վստահությունը։ Եթե ուզում ենք, որ Հայաստանը լինի ոչ թե քարտեզի վրա մի տարածք, այլ իրական պետություն, պետք է սկսել ամենահիմնականից՝ արդարությունից։ Պետք է մաքրել դատարանները, վերացնել անպատժելիությունը, կոտրել այն արատավոր կանոնը, ըստ որի ուժեղը միշտ փրկվում է, իսկ թույլը միշտ պատժվում։ Որտեղ չկա արդարություն, այնտեղ չկա պետություն, այնտեղ կա միայն տարածք, իսկ որտեղ կա արդարություն, այնտեղ մարդիկ մնում են իրենց երկրում, գալիս են ներդրումները, ամրանում է բանակը, զարգանում է կրթությունը եւ ուժեղանում է երկիրը։ Ուժեղ պետությունը սկսվում է մարդուց, նախ մարդու իրավունքները, անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը, ապա պետության ուժը, որովհետև միայն արդարության վրա է կառուցվում բարեկեցիկ քաղաքացին եւ միայն բարեկեցիկ քաղաքացին է կառուցում հզոր պետություն։